վայելել այն ամեն ինչ, որ Աստված պատրաստել է իր տղաների եւ աղջիկների համար։ Այսօր հրաշալի օր է մեզ համար եւ մեր մեջ հրաշալի Աստծո ծառաներ կան եւ իրենք մեզ հետ են, որպեսզի միասին Տիրոջը պատմենք, միասին Տիրոջը փառաբանենք, որովհետեւ գիտենք, եթե Աստված չլինի մեր հավաքությունների մեջ, մենք իզուր ենք հավաքվում։ Բայց որքան շնորհակալ եմ Տիրոջը, որ Աստված ներկա է իր սուրբերի ժողովքի մեջ։ Նա ներկա է այնտեղ, որտեղ որ երկրպագու մարդիկ կան, որոնք որ երկրպագում են հոգով եւ ճշմարտությամբ։ Ամեն։ Երբ որ Տեր Հիսուսին այս կինը, երբ որ ասում են Սամարացի կինը, երբ որ հարցում անեց, որն է ճիշտ տեղը, որտեղ է ամենաճիշտ վայրը, որտեղ կարելի է երկրպագել։ Ձեր հայրերն ասում են սարերի վրա կամ Երուսաղեմն է, տաճարն է տեղը։ Հիսուս ասեց, ժամանակը եկել է։ Հիմա է ժամանակը, երբ Աստծո երկրպագողները ոչ տեղների վրա, որտեղ այն տեղները հիմնականում զոհասեղաններ են սարքում եւ այնտեղ Աստված պաշտության գագաթներն էր համարում։ Եվ ոչ էլ Երուսաղեմում, որը հրեաների պարծանքի վայրն էր։ Այլ ինչ ասես Տերը, ժամանակն է, որ Աստծո երկրպագողները երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ, որովհետեւ մեր հայրը ման է գալիս, նայում է երկրին, նայում է ժողովրդին, ազգերին, նայում է հավաքություններին, նայում է շարքերին, նայում է քո կողքին եւ վերջապես նայում է քեզ, որ հայտնաբերի, որ դու նրա երկրպագում ես ոչ թե միայն խոսքով, այլ հոգով եւ հենված հավիտենական ճշմարտության Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Թողները ողջունում են սիրելիներ, եկեք ողջունենք մեր Տեր Հիսուսի միասին Տիրոջը եւ այսօր քիչ հետո կներկայացնեմ այն պատգամախոսներին, հյուրերին, ովքեր մեր մեջ են։ Միասին աղոթենք։ Սիրելի մեր երկնային Աստված, մեր Հայր, շնորհակալություն քեզ, որ այս արտոնությունը ունենք գալ քո սրբության մեջ, գալ քո քաղցր ներկայության մեջ, լսել քո ձայնը, լսել քո խոսքը, հասկանալ այն խորը ճշմարտությունը, որ դու մեզ այնքան սիրեցիր, որ դու երկնքի փառքը թողնելով ցած իջար, որպեսզի մեզ հայտնես քո սիրո մասին, որ խոսես մեզ եւ մեր հայացքը դարձնես դեպի քեզ միակ ճշմարիտ Աստծուդ, որ օրհնյալ է հավիտյան։ Տեր, մենք ափսոսում ենք այն ժամանակները, որ չենք ճանաչել քեզ, բայց հիմա գնահատում ենք այն ժամանակները, որ քեզ գիտենք եւ առավել, որ դու ես մեզ ճանաչում։ Շնորհակալություն քեզ։ Մեր խնդրանքը եւ աղոթքն է այսօր, թող այս վայրի մեջ քո ներկայության ճոխությունը լինի, թող ամեն բեռ եւ ծանրություն ցած իջնի եւ թող խաղաղությունը գա քո որդիների եւ ուսերի վրա, թող շնորհքը իջնի եւ հանգչի զավակների վրա, թող որ այսօր յուրաքանչյուրը կիրակրվեն քո անուշ ներկայությունից, թող քո կյանք տվող խոսքը մեր սրտերի մեջ գա։ Եվ Տեր, ես աղոթում եմ, որ այսօր այս հրաշալի ներկայության մեջ բժշկություններ եւ հրաշալի ներկայությունը զորությունը հայտնվի։ Թող ամեն կոտրած սիրտունեցողը Տեր բժշկվի, թող ամեն թուլացածը վեր կանգնի եւ ասի, որ ես զորավոր եմ Քրիստոսով, թող այսօր Տեր հեռացած ավելի մոտենա եւ փառվի քեզ։ Այսօր թող կատարվեն այն հրաշալի քո երազանքները, որոնք որ դու ունես քո ժողովրդի համար, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Քո սեղանը առատ է մեզ համար։ Քո ներկայությունը լեցուն է անակնկալներով եւ մենք այստեղ ենք ընդունելու այն անակնկալները։ Թող որ ամեն պաշտամուն կանող սիրտ, ամեն երկրպագող հոգի արձակվի քո ներկայության մեջ եւ իր ամբողջ եղությունից քեզ տա ամենայն փառաբանություն, ամենայն օրհնանք, որովհետեւ դու ես միակը, Աստծո գառ, Հիսուս Քրիստոս, այն մորթված գառնուկը, որի համար մարգարեներն ասեցին, դու ես որ նստած ես փառքի աթոռին, հորաչ կողմում որպես բարեխոս մեզ համար, որպեսզի մեր ամեն աղաղակներն ու աղոթքները հասանելի լինեն Հորը քո միջոցով, եւ դու խոստացար, այն ինչ որ կխնդրեմ իմ անունով ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի եւ հիմա Հայր, աղոթում եմ փառավորվիր այս կիրակի օրը Տեր, փառավորվիր այս ծառայության մեջ, փառավորվիր այս սրտերի մեջ, այս ծափահարությունների մեջ, փառավորվիր աղաղակների մեջ, համաձայն Քրիստոսը, լավագույնը, զորավորը իմ ամբողջականը, մեր սիրելի քրիստոսի, Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բոլոր հավատացողները, եթե համաձայն են բարձր ասել, ամեն, հալելույա,
որևէ մեկը բեմի վրա չեք առաջնորդելու ծառայությունը, այլ այսօրվա ողջ ծառայությունը մեր երկու սիրելի եղբայրները պետք է անցկացնեն։ Ուզեմ ներկայացնել մեծամորի քաղաքային եկեղեցու հովվի իմ սիրելի Արտավազ Մուրադյան եղբորը։ Եկեք ջեր ապահովենք այսօր մեր սիրելի եղբայրները պետք է անցկացնի պաշտպանքի մասը եւ հետո շարունակության մեջ պիտի պատգամը բերի եւ ուզում եմ կրկին ներկայացնել իմ սիրելի Արտուշ Առաքելյան եղբայր, ով ներկայացնում է Էջմիածնի եկեղեցին եւ հովվի եկեղեցին։ Մենք ուրախ ենք եղբայրներ ջան, ձեզ ունենալու։ Տերը թող օգնի ձեզ, սիրելիներս, ամբողջ ժամանակը մի տրամադրենք մեր սիրելիներին եւ հետ միասին պիտի թե փառաբանենք եւ հետո երկու եղբայրները իրենց սրտից պատգամներ պիտի խոսեն։ Վստահ եմ, որ մեր այս ամբողջ այս ժամանակը ինչ որ պիտի անցկացնենք, Աստծո մեջ դա պիտի լինի օգնություն ինձ հետ քեզ համար։ Եթե չես հասցրել Տիրոջը ասել Տեր, իմ սիրտը պատրաստ է, հիմա կարող ես դա անել։ Կարող ես քո ձեռքը բարձել եւ ասել Տեր, իմ սիրտը պատրաստ է քեզ փառավորելու, իմ սիրտը պատրաստ է քեզ օրհնելու, իմ սիրտը պատրաստ է ընդունելու քո կենթանի խոսքը։ Հիսուսի անունով, ամեն։ Եվ հիմա մեր ծափահարությամբ այստեղ եմ ուզում հրավիրել Պապիկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկ եւ պատվական ուզում միասին փառաբանության երգերով կանք ներկայության մեջ մեր սրտի գոհությունը այն ամենի համար, ինչ արդեն արել է մեզ համար եւ ինչ որ հավատում ենք կանի մեզ համար, մեր երգով բարձրացնենք դեպի Աստված։ She
Եվ երբ որ եկան աշակերտները եւ նկատելով, որ բավական ժամանակ է անցել եւ ժողովուրդը արդեն հոգնած է եւ տարապած եւ սոված, եկան ասին արձակեք ժողովրդին, աշակերտները Հիսուսին ասին, Հիսուս արձակեք ժողովրդին, որ գնան։ Եվ Հիսուս ասեց, ինչն էր պատճառը, որ ուզում եք արձակենք։ Մի քիչ գրված չի, թույլ տվեք այս մասը ասեմ, որ ուղղակի ես գիտեք, սիրում եմ մի փոքր ավելի լայն մտածել Աստծո խոսքի շուրջ։ Միգուցե ասեն, դեր արդեն երկար տևեց հավաքույթը, մարդը սոված են, լանջի ժամները արդեն մի քիչ խառնա չէ, բայց Հիսուսը մի առաջարկ արեց, ասեց դուք նրանց տվեք ուտելիք, դուք տվեք նրանց։ Գիտեք, իրականում մենք շատ կարող ենք հենվել այնպիսի հրաշքի վրա կամ այնպիսի մեր մի երևակայության վրա, որ Տեր Աստված, արի կրնի ես քեզ խորհուրդ տամ, ոնց անես, որ ճիշտ է։ Աստված ասում է, գիտես, այդ խորհրդի կատարվելը քեզ մոտ է։ Դու կարող ես տալ, որ նրանք կշտանան։ Դու կարող ես տալ, որպեսզի ծառայությունը օգնվի։ Դու կարող ես տալ, որպեսզի այս հավաքույթը շարունակական լինի եւ այս ծառայությունը մտնի պատմության մեջ։ Գիտեք, սիրելիներ, մենք միշտ որպես մարդ սպասում ենք, որ ամեն բան պետք է այսպես դրված տեղից կամ ոչինչ տեղից մի անգամից աճի։ Մեկ որ ասում են մի մարդ եկավ ասեց, սիրելիներ, ուրախանում եմ բոլորից, որ մենք եկեղեցու շենք ենք առնում, բոլոր ուրախացանու, ինչ լավ է, ինչ հրաշալի է, եկեղեցու շենք ենք առնում, վերջապես կվերջանա, կպրծնենք, չէ՞։ Եվ ասեց, գիտեք, ասեց, բավական մեծ գումար է եւ գումարի թիվ ասեց, այս չափ գումար է այս շենքի արժեքը, բոլոր ուրախացան, ինչ լավ, հիմա ասեց, այդ գումարը բա ինչ է լինելու, կա այդ գումարը, ասեց, այո, ուրախ լուրայիս է, որ այդ գումարը կա, սիրելիներ, այդ գումարը կա, եւ որ ասին, բրավո, իսկ որտեղ է այդ գումարը, ասեց, այդ գումարը գտել ենք որտեղ է, սիրելիներ, դա ձեր գրպաններում է։ Գիտեք, սիրելիներ, ես չեմ սիրում խոսել ֆինանսի այն մասին, որ ասենք մարդկանց մեջ տպավորություն ստեղծի, որ եկեղեցին գումար է հավաքում, երբեմն թերևս որոշ մարդիկ
այդ բանի մեջ ավելի վարպետորեն են այս հարցին մոտենում կամ մի փոքր ավելի վստահության, որ դա ճիշտ է միանշանակության առումով, բայց այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, երբ որ գիտի, որ իր կյանքը կախված է Աստծուց, նրա համար Աստծուն տալը երբեք խնդիր չէ։ Ինչու, որովհետև Աստված քեզ տվել է կյանք, ուժ, լույս, հնարավորություն, որ դու արթնանաս եւ կարողանաս հայթայթել քո գումարը, հայթայթել աշխատել, որպեսզի ապրես։ Եվ այն Աստվածը, որին որ դու ասում ես, գիտես ինչ, որ դու չտաս, ես մեկը հանգիստ է, կարա մարդը ես ունի մեջ ընկած եմ, գիտեք, եթե Աստված մի հատ բան չտա մեզ, գիտեք այդ որն է, շունչը։ Մենք ոչինչ այլևս չենք կարող հայթայթել։ Ոչինչ այլևս չենք կարող տալ։ Երբեմն մենք ինքնակնության մեջ ենք դեր, ես ինչ կարող եմ անել քո համար, որպեսզի քո ծառայությունը մարդկանց հասնելու ծառայությունը, այս անապաշխար մարդկանց քո խոսքը տարածելու, ծառայությունները շարունակվելու ինչ կարող եմ անել, Տեր ասում է դու պիտի անես։ Մի մտածի, որ Աստված պիտի անի, Աստված իր կողմը միշտ արել է, Աստծո խոսքն ասում է ամբողջ տիեզերքը, ամբողջ երկինքը երկիր իր միությունով պատկանում է Տիրոջը։ Եվ եթե Աստված մի բան ուզի, այս խղճուկ մարդուց չի ուզի։ Նա իր հարստության, ճոխության, կատարյալ առատությամբ նա կարող է անել եւ ոչ մեկից ոչինչ չուզի։ Գիտեք, Աստված երբեք պարտքի տակ չի մնում։ Գիտեք, չէ՞։ Երբեք ինչ որ բան անում եք, մի մտածեք, որ Աստված ձեզ պիտի դրա փոխարեն, ես ինչեր տա, ինչքան ճոխ, առատ, Աստված արդեն տվել է։ Գիտեք, ես շատ անգամ այս բանը ասել եմ, թույլ ևս մեկ անգամ ասել։ Ամեն օրը որ դու արթնանում ես, դա պայքարը մահվան հետ։ Դու գիտես, դու պայքարում ես, քո մարմինը պայքարում է, որ դու չմնաս քնած եւ չվերջանա այդպես։ Նա նորից զորություն առնում աչքեր բացելու, ինչու որովհետև Աստված հրաման է տվել, որ դու նորից ապրես, նորից աչք բացես, որ հաղթես մահվանը ամեն առավոտ։ Դուք այսօր առավոտ հաղթել եք մահվանը եւ այսօր այստեղ եք Տիրոջը օրհնելու համար։ Ամեն։ Ուրեմն ինչ կարող ենք ասել, միթե մեր տվածները մեծ բան են, ոչ։ Աստծո խոսքն ասում է, որ Աստված իր ամենաթանկը տվեց մեզ, իր որդին։ Եվ մնացած բաները, ինչ որ մեր կարիքներ են, Աստված մեզ տալիս է։ Եվ ուզում եմ վերջացնել այսպիսի մի հրաշալի պատմությամբ, սիրելիներ, երկու պատմությունների զուգահեռը պետք է տանեմ։ Եվ Տեր Հիսուսը ասեց, դուք տվեք, իրանք ասեցին, մենք չունենք, աշակերտ, բայց ինչի դու պիտի չունենաս։ Աշակերտ, ինչն է պատճառը, որովհետև Աստծո հետ չէիր հավաքել։ Երբ որ դու գիտես հիմա, որ Աստված է քո օրհնության աղբյուրը, նրա հետ դու կարող ես նաև նրա համար ծառայեցնել։ Ամեն։ Եվ դու դա կանես ինչու, որովհետև գիտես, որ այն Աստվածը, որը քեզ օրհնել է այս ամենը, դու մի փոքր բան նրան կարող ես տալ։ Եվ ինչպես որ անգամներ այս մասին Սուրբ Գրքի հատվածներից լսել ենք եւ խոսել ենք, սիրելիներ, երբ որ Սողոմոնը պիտի տաճարը սարքեր մնացորդած գրքի մեջ, Դավիթը արդեն ծերացած էր, Դավիթը պետք է ընծաներ տար, եւ գիտեք, այդ օրհնության խոսքը, որ պետք է ասեր, գիտեք Դավիթը ինչ ասեց, օրհնեց իր տղային Սողոմոնին։ Նա արդեն տեսնում էր տաճարը կառուցված, նա արդեն պատկերացնում էր ինչքան ճոխ Աստծո համար տուն պիտի լինի, ինչքան մարդիկ պիտի գան եւ իրենց սիրտը դարձնեն դեպի Տիրոջը։ Եվ գիտեք, Դավիթ այսպիսի հրաշալի խոսքեր ասում։ Ասում է, ով ենք մենք, ով Տեր, որ ընծաներ տալու կարողությունը ունենանք։ Ահա ով Աստված, քո ձեռքից քեզ ենք տալիս։ Չի ասում իմ ձեռքից, քո ձեռքից, դու դրել ես այս ձեռքիս մեջ, հիմա ես ես մի ձեռքով պիտի դա ընծայեմ քեզ, քո ավետարանի գործին, քո եկեղեցու ծառայությունները հովանավորելու, իմ սրտի զոհաբերությունը, նվիրատվությունը քեզ հայտնելու։ Եվ սիրելիներ, անկեղծ լինենք, մենք իրականում դժվարանում ենք շատ անգամ հավատալ, որ երբ որ մենք տալիս ենք, Աստծուն ենք տալիս։ Գիտեք, Աստծո խոսքը այդպես է ասում։ Ասում է, այստեղ մարդիկ են ընդունում այս ընծան, բայց այնտեղ նա է ընդունում։ Դու ստեղ ինչ որ տալիս ես, այնտեղ Աստված ասում է շնորհակալություն։ Հասկանում եք ինչն է։ Ուրեմն եկեք մեր սրտաբաց եւ անկեղծ սրտից, մեր հոժարակամ, ուրախությամբ մեր ընծաները բերենք Տիրոջը եւ մեր տասանորդներ եւ մեր ընծաները, նվերները, ողորմությունները, ամեն բան ինչ որ պատրաստել ենք այսօր, կարող ենք բերել Տիրոջ ներկայության մեջ եւ Տիրոջը փառք տալ այս ամեն ինչի համար։ Ամեն։ Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև եւ փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով եւ ես ուզում եմ ապրել միայն քեզանով,
Եկեք միասին ասենք. Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև եւ փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով եւ ես ուզում եմ ապրել միայն քեզանով, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, Հիսուս, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել։ Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև եւ փնտրում եմ երեսը քո, կյանքն իմ լցվում է իմաստությունով եւ ես կապրեմ հավերժ միայն քեզանով։ Երգենք միասին. Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև եւ փնտրում եմ երեսը քո, կյանքն իմ լցվում է իմաստությունով եւ ես կապրեմ հավերժ միայն քեզանով, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ ներկայությունը, Հիսուս, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ ներկայությունը, պաշտում եմ քեզ, քեզնով ապրել եմ ուզում, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ապրել եմ ուզում։ Հալելույա, շնորհակալ ենք սիրելի եղբայրս։ Հովիվ Արտուշ Արաքելյանը պիտի այստեղ լինի եւ ծառայի մեզ, եւ որից հետո կխնդրեմ, որ Արտավազ եղբայրս արդեն եւս մեկ երգով եւ հետո խոսքով պիտի բաժնեկցի մեզ։ Տերը օրհնի, եկեք ջերմ ծափահարությամբ Արտուշ եղբորս հրավիրենք այստեղ։ Փառք Տիրոջը, Տերը շատ օրհնի ձեզ, շնորհակալ ենք մեր թանկագին Արտակ եղբորից, հրաշալի Աստծոմարդ, դուք գանձ ունեք ձեր մեջ։ Փառք Հիսուս Քրիստոսին, շնորհակալ ենք Տիրոջից, որ ճանաչեցինք մեր թանկ եղբորը, Փառք Հիսուս Քրիստոսին, շնորհակալ ենք Տիրոջից իր առած սիրո ողորմության համար, շնորհակալ ենք Տիրոջից, որ Աստված ամեն ժամանակ իր խոսք ուղարկում է մեր սրտերի մեջ, մեզ բժշկելու, մեզ կյանքով լցնելու։
Որովհետև նա է միակը, ճշմարիտը, բարի ու արդարը, հավատարիմն ու սուրբը, որ կարող է մեզ զորացնել եւ օրհնել մեզ, մեր տկարության մեջ, մեր խնդիրների եւ խնդիրների մեջ նա միակն է, որ կարող է քեզ ազատել։ Աստվածաշունչը 91-րդ Սաղմոսում հետաքրքիր մի խոսք ասում է, նա մեզ հետ կլինի մեր նեղության ժամանակ։ Կարող է քո նեղության ժամանակ, իմ նեղության ժամանակ մեր ամենամոտ հարազատ ընկերը, բարեկամը, մտերիմը չկարողանա մեզ հետ մտնի այդ նեղության տեղը։ Բայց կա մեկը, որ կարող է մտնել եւ ազատել, օրհնյալ է նրա սուրբ եւ սքանչելի անունը, անուն, որ բոլոր անուններից բարձր է։ Աստվածաշունչն ասում է, որ Հայր Աստված նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից բարձր է։ Բարից ուղիղ իմաստով ասում է ամեն անունից բարձր է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք Աստված շատ օրհնի ձեզ։ Այսօրվա պատգամը թեման, որ ուզում եմ փոխանցեմ քեզ, այսպես են վերնագրել։ Ինչու՞։ Հարց, որ կարող է շատերիս տանջել։ Հարց, որ կարող է շատ անգամներ, երբ որ մենք փնտրում ենք ինչ որ մի բան մեր կյանքի մեջ եւ կարծես թե ուշանում է դրանք մեր կյանքի մեջ եւ հարց առաջանում։ Ինչու՞։ Մինչեւ երբ։ Եվ ես ուզում եմ սկսել մի Սաղմոսից, որտեղ Դավթի Սաղմոսում 13-րդ գլխում Դավիթն ասում է. «Ով Տեր, մինչեւ երբ ես մոռանալու ինձ բոլորովին։ Մինչեւ երբ ես թաքցնելու քո երեսը ինձանից։ Մինչև երբ պիտի հոգ սանեմ իմ հոգու մեջ եւ ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում։ Մինչև երբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին»։ Այս Սաղմոսի մեջ 4 անգամ Դավիթն ասում է մինչև երբ։ Կարծես նրա աղոթքի պատասխանն է ուշանում եւ Դավիթն ասում է մինչև երբ, ինչքան պիտի սպասեմ, որ ես ստանամ այդ պատասխանը, մինչև երբ։ Միգուցե այսօր մեր կյանքում կան բաներ, որ կարծես թե դրանք մեր կյանքում ուշանում են եւ հարց առաջանում, ինչու, մինչև երբ, ինչքան պիտի սպասեմ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստված լավագույնն է պատրաստել։ Եթե այսօր քո աղոթքի պատասխանը ուշանում է, եթե այսօր նա ասում է ոչ, ուրեմն վաղը ավելի լավ, այո, ունի մեզ համար պատրաստված, օրհնյալ լինի նրա սուրբ եւ սքանչելի անունը։ Դավիթն ասում է մինչև երբ պիտի սպասեմ, ինչքան ժամանակ ես պիտի սպասեմ։ Երբեմն մեզ թվում է, որ Աստված մոռացել է մեզ։ Կարծես թե մեր մասին մոռացել է։ Եվ մենք այս հարցերով ենք գալի, ինչու, ինչի համար։ Երրորդ խոսքում ասում է նայիր ինձ, պատասխան տուր ինձ, վերջապես խոսա ինձ հետ, ես կարիք ունեմ, որ դու խոսես ինձ հետ, մինչև երբ պիտի լուռ մնաս։ Եվ ասում է նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր, իմ Աստված, լուսավորիր իմ աչքերը, որ չընջեմ մահվան մեջ։ Կարծես նրա աղոթքի պատասխանն է ուշանում։ Սիրելիներ, միգուցե այսօր քո կյանքում կան բաներ, որ դու աղոթում ես եւ դրանք ուշանում են, մի վախեցի, որովհետեւ Աստված լավագույնն է պատրաստել, որովհետեւ Տիրոջ խոսքն ասում է եւ նա կարող է ամեն բաներից ավելին անել, ուզում եմ ասես ավելին, որովհետև նա ունի ավելին ինձ ու քեզ համար, և նա կարող է ամեն բաներից ավելին անել, քան որ մենք սպասում ենք և աղոթում ենք և անգամ հասկանում ենք, որովհետև նա հրաշալի Աստված է, նա ունի զորություն իմ ու քո կյանքը փոխելու, մեզ բարձրացնելու և օրհնելու և ասում է նայիր, պատասխան տուր ինձ, վերջապես ուզում եմ, որ խոսես ինձ հետ։ Լուսավորի աչքերս, որ չընջեմ մահվան մեջ, որ իմ թշնամին, 4-րդ խոսքում ասում է, չասի, որ ես հաղթեցի նրան։ Ինչքան խնդիրներ և պրոբլեմներ կա մեր կյանքում, որ ասում ենք Տեր, պատասխանի, որ թշնամին չուրախանա։ Դավիթը հայտնվել էր մի ծանր իրավիճակի մեջ, եւ փնտրում էր պատասխանը, եւ հետաքրքիր է այս Սաղմոսի մեջ, եւ ասում է, իմ թշնամին չասի, որ ես հաղթեցի նրան, եւ կամ չցնցա իմ հակառակորդը, թե սասանվեցի իմ տեղից։ 5-րդ խոսքը, բայց ես հույսս դրել եմ նրա վրա
եւ քո ողորմության վրա մենք մեր հույսը դրել ենք նրա վրա, որովհետեւ նա է մեր պատասխանը, իմ հույսս դրել եմ նրա վրա, իմ սիրտը պիտի ցնծա քո բրկությունով, ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ Հետաքրքիր այս սաղմոսը, որ մենք տեսնում ենք, ամբողջ այս սաղմոսի հետաքրքիր մասը սա է, որ Դավիթը սկսում է հառաչանքի խոսքերով, բայց նա ավարտում է գոհության, ցնծության խոսքերով, բայց ես պիտի ցնծամ նրա փրկությունով, որովհետև նա բարություն է արել ինձ, օրհնյալ է նրա սուրբ եւ սքանչելի անունը, որովհետև նա է իմ ու քո պատասխանը, օրհնյալ լինի նրա սուրբ եւ սքանչելի անունը։ Որտեղից էր Դավիթը համոզված, որտեղից էր համոզված, որ նա տեսնելու է Տիրոջ բարությունը, նայում ենք 27 Սաղմոսի մեջ 13-14 խոսքերում ասում է, իսկ ես հաստատ հավատում եմ, որ տեսնելու եմ նրա բարությունը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ուղղակի մի քիչ ժամանակապետ սպասել, որովհետև նա ավելի լավ այո ունի ինձ ու քեզ համար։ Եթե այսօր քո աղոթքի պատասխանը ուշանում է, եթե այսօր քո կյանքում կան իրավիճակներ, Դավիթի նման մենք ասում ենք ինչու, մինչև երբ պիտի սպասեմ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, նա ավելի լավ պատասխան ունի մեզ համար, որ պատրաստել է ինձ համար եւ քեզ համար։ Օրհնյալ լինի նրա սուրբ եւ սքանչելի անունը եւ ասում է ես հաստատ հավատում եմ, համոզված եմ, ես գիտեմ, որ տեսնելու եմ նրա բարությունը։ Ես ուզում եմ այսօր ամենքս լցվենք այս համոզմունքով, հաստատուն կանգնած լինենք այս խոսքի վրա, որ ես հավատում եմ, հաստատ վստահում եմ, որ տեսնելու եմ նրա բարությունը, օրհնյալ է նրա սուրբ եւ սքանչելի անունը, անուն, որ բոլոր անուններից բարձր է։ Դավիթը վստահում էր, Դավիթը հավատում էր, նա գիտեր, որ տեսնելու է 4 անգամ Դավիթ թագավորն ասում է մինչև երբ, ինչքան պիտի տևի, գիտեք ծանոթ խոսքեր են սրանք։ Այս խոսքերը ծանոթ են, որտեղ երբեմն մեր կյանքում լինում են իրավիճակ, որ մենք ասում ենք ինչքան սպասեմ, մինչև երբ սպասեմ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, նա ավելի լավ ծրագիր ունի ինձ համար եւ քեզ համար, քան որ մենք հասկանում եւ մտածում ենք։ Ուղղակի մի քիչ ընթացք է պետք, որ մենք պետք է սպասենք եւ վստահենք Տիրոջը։ Եվ 22 Սաղմոսի մեջ հետաքրքիր է, 2-3 խոսքերում այսպիսի խոսք ասում Դավիթը. ով իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու ինձ չես պատասխանում։ Ես կանչում եմ ցերեկը, ինձ դու չես պատասխանում, գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Երրորդ խոսքում ասում է, բայց դու սուրբ ես։ Անկախ ամեն իրավիճակներից եւ հանգամանքներից, կապ չունի ինչ իրավիճակի մեջ ենք, նա սուրբ է։ Դավիթն ասում է, ես կանչում եմ, դու չես պատասխանում, բայց դու սուրբ ես։ Ճիշտ է, դու ինձ չես պատասխանում, բայց Դավիթ եկել էր այն համոզմունքի, կապ չունի, որ դու ինձ չես պատասխանում, դու շարունակում ես մնալ կատարյալ, անբիծ, անարատ եւ սուրբ այն Աստվածը, որին ես հուսացած եմ, օրհնյալ լինի նրա սուրբ եւ սքանչելի անունը։ Շնորհակալ ենք Տիրոջից իր առած սիրո ողորմության համար։ Մենք ունենք պատասխան նրանից։ Մեր պատասխանը շատ մոտ է։ Եբրայեցիս թղթի հեղինակն ասում է, մեզ համբերություն է պետք Աստծո կամքն անելով, համբերության ժամանակ, համբերության մեջ սպասելով, պետք է շարունակենք նրա կամքի մեջ լինել։ Մեզ համբերություն է պետք Աստծո կամքն անելով, որպեսզի խոստմունքը ստանանք։ Որովհետև ասում եմ, միայն մի քիչ ժամանակ նա որ գալու է եւ չի ուշանալու։ Նա գալու է։ Հիշեք, որ նա գալու է եւ չի ուշանա։ Երբեմն մենք մտածում ենք, որ նա ուշանում է, բայց նա գալիս է ճիշտ ժամանակին, որովհետեւ նա ավելի լավ բան ունի պատրաստած մեզ համար։ Գիտեք, հետաքրքիր է, Աստծո որդին։ Ես այսօր առավոտյան որ կարդում էի, հետաքրքիր, այս հատվածը որ կարդում էի,
Աստծո որդին կատարյալ սուրբ ամբից անարատ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը երբ որ կանգնած էր, երբ որ նրան բարձրացեցին խաչը, Մարկոսի ավետարանի մեջ այսպիսի մի խոսք ասում, 15-րդ գլուխ 33 խոսքում ասում է, երբ ժամը 6-ին եկավ խավար եկավ բոլոր երկրի վրա, մինչև 9-րդ ժամը, 3 ժամ երկրի վրա խավար էր տիրում։ Աստծո որդին բարձրացել էր խաչը, միայնակ եւ լքված, կրում էր ամբողջ աշխարհի մեղքը, այն կատարյալ, այն սուրբը անարատը, որ հոր կամքից դուրս չեկավ, նա հնազանդվեց մինչև մահվան, այն էլ խաչի մահվան։ Եվ հանկարծակի 9-րդ ժամի մեջ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի, Էլի, լամա սաբակթանի, որ թարգմանվում է. Աստված իմ Աստված, ինչու ինձ թողեցիր։ Հայր Աստված Հիսուսին մի պահ թողեց, որովհետև նա ավելի լավ հաղթանակ ուներ ապագայում մեզ համար պատրաստած։ Եթե այսօր քո աղոթքի պատասխանը ուշանում է, քաջացիր եւ զորացիր։ Եթե այսօր նա ասում է ոչ, ուրեմն վաղն ավելի լավ այո ունի ինձ համար եւ քեզ համար պատրաստած։ Եվ Աստծո որդին կրում էր այդ տառապանք, այդ ցավը։ Երբեմն մենք անցնում ենք որոշակի խնդիրներով եւ խնդիրներով եւ մեզ թվում է, որ մեր շուրջ բոլորը քաոսային իրավիճակներ են, մի վախեցի։ Նա հետաքրքրված է քեզանով, ինձանով, նա մինչև վերջ մեզ հետ կլինի։ Նա մեզ երբեք չի թողնի, սիրելիներս, նա երբեք չի թողնի։ Շատերը այսօր կթողնեն, շատերը միգուցե չկարողանան քո նեղության մեջ քեզ հետ լինեն, ցանկություն ունենան, բայց չկարողանան այնպիսի իրավիճակներին, որ նրանք չկարողանան քեզ հետ լինեն, բայց կա մեկը, որը սքանչելի է, որ նա կարող է մտնել քո նեղության մեջ, քայլել քեզ հետ եւ հանել այնտեղից քեզ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք Տիրոջից իր առած սիրով ողորմության համար, որ Հայր Աստված ուղարկեց իր միակցին որդին, իր ամենաթանկը, ամենասիրելին եւ տվեց մեզ համար, որ մենք նրանով հավիտենական կյանք ունենանք։ Կատարյալ մարդը, ով անթերի կատարեց Աստծո կամքը, մի պահ Հայր Աստված թողեց նրան, որովհետև նրա լռությունը, Հայր Աստծո լռությունը, դա երաշխիքն էր ապագայի հաղթանակի։ Եթե այսօր քո կյանքի մեջ լռություն ա տիրում եւ կարծես Աստված չի խոսում քեզ հետ, մի վախեցի։ Կա ժամանակ, այդ ժամանակի ընթացքի մեջ նա ինչ որ բան է սովորեցնում մեզ։ Երբ որ մենք տեսնում ենք մի պատմություն, ու ես կվերջացնեմ։ Աստվածաշունչը մենք շատ ենք լսել Հովսեփի մասին։ Հիշում եք Հովսեփի պատմությունը, երբ որ եղբայրները վաճառեցին Հովսեփին, եւ նա գնաց Եգիպտոս, ու մենք տեսնում ենք այնտեղ էլ Պետապրեսի կինը Հովսեփին վերցեցին, դրեցին բանտը, մարդ ով անմեղ էր, մարդ ով ում վրա չկար մեղադրանք, բայց նրան մեղադրեցին եւ դրեցին բանտը։ Մարդ դատապարտվում էր մի արարքի համար, որ նա չէր կատարել։ Գիտեք, Հովսեփը կորցրեց իր թիկնոցը, բայց պահպանեց իր մաքրությունը։ Նա անցավ այդ դժվարին ճանապարհների մեջ, բայց նա իրեն մաքուր պահեց։ Եվ մենք տեսնում ենք բանտի եղած ժամանակում երկու մարդ բերեցին, դատապարտեցին եւ կալանավորեցին ու դրեցին Հովսեփի մոտ։ Աստվածաշունչն ասում է, որ անցավ մի որոշ ժամանակ եւ երկուսն էլ երազ տեսան, եւ այդ երազը իրանց խռովեցնում էր, անհանգստացնում էր, որտեվ երկուսն էլ չէին իմանում, չէին հասկանում մեկնությունը։
Եվ Հովսեփը մենք գիտենք Աստվածաշունչը, չեմ ուզում կարդամ այդ տեղերը, մենք տեսնում ենք, որ Հովսեփը երկուսի երազները մեկտեց ու տենց էլ եղավ։ Բայց այստեղ մի կարևոր մի բան կա։ Աստվածաշունչն ասում է, ես ուզում եմ այդ հատվածը կարդամ 14-րդ խոսքի մեջ, Ծննդոց 40-րդ գլուխ 14-րդ խոսքի մեջ ասում է, երբ որ մեկնեց նրա երազը մատարվակապետի, բայց դու հիշիր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, եւ խնդրում եմ ինձ բարեհաճություն արա, հիշիր ինձ փարավոնի առաջ եւ հանիր ինձ այս տնից, որովհետեւ ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից եւ այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտում պահում են։ Հետաքրքիր է, որ կարդում ես այս տողերը, ժողովուրդ, մենք տեսնում ենք, նայեք, չի ասում փարավոնի մոտ ասա, որ աղբերներս արեցին, եղբայրների վրա մեղադրի եղբայրներին, չի ասում փարավոնի մոտ գնա ու իմ մասին ասա, որ պետապրեսի կինը արեց այդ ամեն ինչը։ Ոչինչ չի ասում։ Ուղղակի ասում է ինձ, իրոք ասում է իմ երկրից, իմ հոր մոտից ինձ գողացան եւ հայտնվել եմ այնտեղ, այստեղ եւ ես ոչինչ չեմ արել։ Գիտեք Աստվածաշունչն ինչ ասում։ Աստվածաշունչն ասում է, որ այս մարդը գնաց եւ մոռացավ Հովսեփի մասին։ Միգուցե այսօր քեզ շատերը մոռացել են, դա նրանից չի, որ նրանք շատ վատն են, այլ որ Աստված ավելի լավ բան ունի քեզ համար պատրաստած։ Որովհետև ինչ որ ժամանակ կա, որ պիտի անցնի, եւ եկավ այդ ժամանակը, այն մարդը, ով մոռացել էր Հովսեփի մասին, հանկարծ հիշեց Հովսեփին։ Աստված լավագույնն է պատրաստել մեզ համար։ Մեզ պետք է մնալ հավատարիմ Տիրոջ ներկայության մեջ, մեզ պետք է մնանք մաքուր սրբության վայրում, որովհետև Աստված կուղարկի իր խոսքը եւ մեզ կհանի այդ իրավիճակներից։ Միգուցե այսօր շատերը մոռացել են քո մասին։ Եվ դու ասում ես ինչու։ Մինչև երբ, ինչի համար, եւ այս հարցերը շատ կարող են մեզ տանջել։ Դա նրանից չի, որ նրանք շատ վատն են։ Երբեմն մենք մեղադրում ենք, որ մեզ մոռացան, մեզ չհիշեցին, մեզ թողեցին։ Գիտեք, դա նրանից չի, որ նրանք վատն են, այլ որ Աստծո ծրագիրը կատարվի մեր կյանքի համար։ Աստված գիտի ժամերն ու ժամանակները եւ գիտի երբ քեզ հանի մի տեղից եւ տանի մեկ այլ տեղ։ Նա հրաշալի Աստված է եւ նա ունի խոսք ամեն մեկիս համար։ Թող այսօր Աստված իր խոսքը ուղարկի մեր սրտերի մեջ։ Թող այսօր Աստված զորացնի մեզ, լցնի իր կատարյալ խոսքով եւ լցնի իր խոսքը մեր սրտերի մեջ, որպեսզի մենք կարողանանք հավատարմորեն ծառայել Տիրոջը մեր կյանքի բոլոր օրերի մեջ, որովհետեւ նա է միակը ճշմարիտ արդարը, բարին, հավատարիմ եւ սուրբ Աստվածը, որ կարող է մեր դժվարության ժամանակների մեջ մեզ հանել իրավիճակներից եւ կանգնացնել մեզ հաղթող Հիսուս Քրիստոսի զորավոր եւ կենթանյանով։ Թող Տերը օրհնի ձեզ, շնորհակալ ենք Տիրոջից, թող Տերը օրհնի այս հրաշալի եկեղեցին, թող Տիրոջ օրհնությունը լինի, որ դուք տարածվեք, ավելանաք եւ ամբողջ այս տարածաշրջանը լցնեք լիքը փրկված հոգիներով, մեր Տեր Հիսուս Քրիստոսյանով, ուրախացնելով մեր հորը։ Հավիտյանս հավիտենից, ամեն, փառք Տիրոջը, Տեր օրհնի ձեզ։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Նա բարի Աստված է, շնորհակալ ենք, որ երբեմն մենք նրան չենք հասկանում, կարծում ենք, որ նա ուշանում է, բայց իրականում մենք ենք շտապում։ Նա գալիս է իր ժամանակին։ Ես ուզում եմ երգով սկսենք, շարունակենք պաշտամունքը։ Հոգիս ծարավ է կենթանի Աստծու, ջրի աղբյուրի կյանքին կենսատու, Սուրբ Հոգու մինոն ու թարմոցության, որ կարաչ
առաջնորդի երկրը բագության ասենք հոգիս ծարավեր կենթանի ասում կյանքի աղբյուրի ջրին կենսատում սուրբ հոգու մինոր ու թարմոցության որ կարաչնորդի երկրը բագության Ալելույա օրհնություն քեզ Ալելույա գոհություն քեզ Ալելույա մեծություն քեզ Ալելույա Հիսուս օրհնություն քեզ Ալելույա օրհնություն քեզ Ալելույա գոհություն քեզ Ալելույա մեծություն քեզ Ալելույա Հիսուս օրհնություն քեզ Քո հայտնությունը կյանք է խնդություն մեղմանուշ ձայնը զորեղարություն լույս է հայացքը սերեն է շնչում հոգու օծություն անվերջ զորություն հոգիս ծարավեր կենթանի խոսքի Պենտեկոստերի զորության հոսքի թող շնորհած հոգի բերի օծություն Փառքի հեղեղն է Սրբությամբ լեցուն Ալելույա օրհնություն քեզ Ալելույա գոհություն քեզ Ալելույա մեծություն քեզ Ալելույա Հիսուս օրհնություն քեզ Ալելույա օրհնություն քեզ Ալելույա գոհություն քեզ Ալելույա մեծություն քեզ Ալելույա Հիսուս օրհնություն քեզ Պատվում ենք քեզ մեր Տեր Խոնարհվում ենք որ դու բարձրանաս Քո սուրբ հոգով թարմություն բերես մեր կյանքերի մեջ Մեր երկեցողությունը երկրպագություն դարձնես Լոգոսը ռևա դարձնես Մեր այսօրվա ժողովի իմաստը պաշտամունքը լինի Տեր Որ լսենք քեզանից տանք և վերցնենք մեր Տեր Թող քեզ լինի փառքը Թող քեզ լինի մեծությունը Թող քեզ լինի ամբողջ փառքը Այժմ և միշտ հավիտյան Եվ ինձ հետ համաձայն եղողն ասի Ամեն Հալելույա 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 Համեցեք սիրելիներ մի կարճ նստեք Շնորհակալ եմ Արտակ եղբայր վստահության համար, Արտուշ եղբայր խոսքի համար Սիրելիներ ես երկար չեմ խոսի Թեման եթե կարելի է վերնագրել, վերնագրվում է այսպես Կույրը լսեց Ես գիտեմ, որ դու ուզում ես ինձանից լսես, չէ, թող կույրը տեսնի, կտեսնի, թող սկզբից լսի, որ հետո տեսնի։ Հատվածը, որ վերցրել եմ Ղուկաս ավետարան 18:35-43-ից է, այս պատմությունը նաև Մատթեոս 20 և Մարկոս 10-րդ գլուխներում է գրված։ Կարդամ պատմությունը, որպեսզի նրանք, ովքեր չեն հիշում հիշեն, նրանք, ովքեր չգիտեն իմանան, նրանք, ովքեր գիտեն չմոռանան։
Հիսուսը մոտենում էր Երիքովին, այնտեղ ճանապարհի եզրին մի կույր էր, մուրացկան, նստած մուրում էր, որը երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց. «Ինչ է սա»։ Նրան ասացին. «Նազորվեցի Հիսուսն է անցնում»։ Նրան ասացին. «Նազորվեցի Հիսուսն է անցնում»։ Կույրը սկսեց աղաղակել. «Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Արջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի, իսկ նա ավելի բարձր ձայնով աղաղակում էր. «Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Հիսուսը կանգ առավ եւ հրամայեց, որ իր մոտ բերեն կույրին։ Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց. «Ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրն ասաց. «Տեր, թող բացվեն աչքերս, որ տեսնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Ուրեմն տես, քո հավատքը քեզ բժշկեց»։ Հենց նույն պահին նա սկսեց տեսնել եւ հետևեց Հիսուսին, փառավորելով Աստծուն։ Ժողովուրդն էլ այս տեսնելով օրհնաբանում էր Աստծուն։ Գիտեմ, որ այս պատգամի շուրջ, այս հատվածի շուրջ հովիվը բազում խորը բովանդակության պատգամներ քարոզել է, բայց ուզում եմ մի պահ կանգ առնենք ու ոչ թե սենց հապճեպ արագորեն անցնենք, մի պահ կանգ առնենք ու գնանք այդ ժամանակ, տեսնենք ինչ էր իրականում կատարվում։ Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ կույրը, ով կորցրել էր իր տեսողությունը, զարգացրել էր լսողությունը։ Եվ քանի որ նա պիտի ապրեր, նաև զարգացրել էր իր ձայնը, իր աղաղակը, բարձր աղաղակի սովոր անձնավորություն էր, որովհետև ինչ որ ձևով պիտի մարդկանց ուշադրությունը գրավեր դրամ վերցնելու եւ ապրելու համար։ Նա սովորականի համաձայն նստած էր այդ ճանապարհին եւ այդ նստած ժամանակներում, քանի օր, քանի տարի որ նստած էր, բազում շարժումներ էր եղել, անցել ու գնացել։ Բազում մարդիկ, հանրահայտ գործիչներ, քաղաքական, կրոնական հոսանքի առաջնորդներ անցել ու գնացել էին։ Բայց այս անգամ կույրը լսեց, որ ժողովրդի մեջ մի հետաքրքիր աժոտաժ է, ժողովրդի մոտ մի հետաքրքիր խանդավառություն է, հարցրեց. «Ինչ է կատարվում»։ Սովորականի համեմատ այսօր այս փողոցը ավելի աղմկոտ եւ աշխուժ է։ Արջևից գնացողները, սիրելիներ, ովքեր որ առաջ էին անցել Տեր Հիսուսից, արջևից գնացողները սաստեցին աղաղակող կույրին։ Իհարկե, կույրը չէր աղաղակում սաստողներին, նա աղաղակում էր Հիսուսին։ Բայց արջևում եղողները իրավունք վերապահեցին իրենց լռեցնել աղաղակող կույրին։ Եվ երբ նա հարցրեց ով է անցնում, նրան ասացին անցնում է Հիսուս Նազորվեցին։ Մի մարդ, մի հայտնի գործիչ Նազարեթից։ Բայց երբ նա լսեց Նազորվեցի Հիսուսի մասին, սկսեց աղաղակել ոչ թե Հիսուս Նազորվեցի, այլ Հիսուս Դավթի որդի։ Եթե մենք հրեալ լինեինք, լավ կհասկանայինք ինչ էր նշանակում այդ ժամանակներում, նաև այս ժամանակներում Դավթի որդի արտահայտությունը։ Կույրը լսեց Նազորվեցու մասին, բայց աղաղակեց Դավթի որդի, դու ողորմիր ինձ։ Այն մարդիկ, ովքեր շրջապատում էին Տեր Հիսուսին, ունեին ֆիզիկական աչքեր եւ տեսողություն, կույր էին հոգեվորապես։ Կույր Բարթողոմեոսը, ով զրկված էր տեսնելու հնարավորությունից, տեսնում էր իր հոգու մեջ եւ իր լսելու շնորհիվ նա ուներ այդ հայտնությունը, որ միայն Դավթի որդին, Մեսիան, խոստացված թագավորն է, որ կարող է կյանք տալ եւ նման հրաշքներ անել այս երկրի մեջ։ Այդ պատճառով նա ավելի ու ավելի էր աղաղակում, իսկ արջևում եղողները լռեցնում էին նրան։ Երբ նա աղաղակում էր, Տեր Հիսուսը կանգ առավ։ Եվ մի անտրամաբանական մեզ համար, շատերիս համար, ես շատ եմ լսել, ինձ հարցնում են, ինչ է Տեր Հիսուսը չէր տեսնում, որ կույր է։ Ինչ էր հարցնում, ինչ ես ուզում։ Բնականաբար տեսողություն է ուզում։ Բայց Տեր Հիսուսը կանգ առավ, կանչեց իր մոտ կույրին։ Մյուս ավետարանն ասում է, որ կույրը ինքը եկավ Հիսուսի մոտ։ Երբ մոտեցավ Տեր Հիսուսին, Տեր Հիսուսն ասեց. «Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Մի փոքր պարզաբանում, սիրելիներ։ Որպես մուրացկան Բարթողոմեոսը շատ անգամներ շատերի հետևից ու շատերի առջև աղաղակել էր, որ իրեն դրամ տային ապրելու համար։ Եվ Տեր Հիսուսը երբ լսեց, որ իր հետևից կամ իր առջև կանգնած ինչ-որ մեկն աղաղակում է Հիսուս Դավթի որդի, հասկացավ, որ այս կույրը տեսողություն ունի հոգևորապես։
այս կույրը, երբ լսել է հրաշքների մասին, նա չի պատկերացրել մի սովորական քարոզիչ, նա չի իր մեջ ձևավորել մի հովվի կամ մի առաջնորդի, ով հաջողված ծառայող է, նա հասկացել է, որ սա խոստացվածն է, ում մասին ասում էին մարգարեները։ Ես չգիտեմ, ավետաներից մեկն ասում է, որ նա իծնե կույր էր, չեմ կարծում, որ նրան հաջողվել էր կարդալ Եսայի մարգարեությունը, Երեմիան կամ հին ձեռագրերը, բայց նա լսելով էր զարգացրել իր հավատքը, որովհետև հավատքը լսելուց է։ Եվ Տեր Հիսուսն ասում է, ինչ ես ուզում, նա ասում է, ուզում եմ տեսնեմ։ Տեր Հիսուսն ուզում էր ասել, եթե դու ինձ ընդունում ես հերթական մեկը, որ քեզ պիտի դրամ տա, որ դու ապրես, թե ընդունում ես ինձ որպես Դավթի որդի խոստացված Մեսիան, ով իշխանություն եւ զորություն ունի քո կուրությունը այսօր քեզանից վերցնելու եւ քեզ լույս տալու տեսնելու համար։ Նա ասեց, ես ուզում եմ տեսնել։ Դրամ ինձ մարդիկ էլ կարող են տալ, դրամ ով ասես ինձ կարող է տալ, բայց այն ինչ դու ես տալիս մարդիկ ինձ չեն կարող տալ։ Սիրելիներ, երբեք թույլ չտաս քո ներսի աղաղակը լռեցնեն այն մարդիկ, ում համար Տեր Հիսուս Քրիստոսն արդեն դարձել է սովորական, եկեղեցին դարձել է սովորական, եւ նրանք առաջ են անցել Աստծո ծրագրերից ու գործերից, մեջքի ետևում թողնելով Աստծո տունը, եկեղեցին եւ Քրիստոսին, դա դեռ քիչ է, իրավունք են վերապահում իրական Աստծո հանդեպ ծարավ ունեցողներին լռեցնել։ Ինչքան որ լռեցնում էին, նրա աղաղակը ավելի էր բարձրանում։ Եվ ինչ ենք տեսնում մենք, երբ Բարթողոմեոսի աչքերը բացվեց, գիտեք մի հետաքրքիր սովորություն ունենք մենք մարդիկս, որ մեր նեղության ժամանակ լավ աղաղակում ենք։ Ովքեր են նեղության մեջ ընկել, չէ, դուք չեք ընկնում, ես որ նեղության մեջ եմ ընկնում, ես աղաղակում եմ, ծնկի եմ գալիս, արտասվում եմ, երգում եմ, նվագում եմ, որ ձեռիցս գալի չի գալիս, դա էլ եմ անում, որ Տիրոջ ուշադրությունը գրավեմ։ Բայց հենց Տերը ողորմություն է ցույց տալիս, կարծես մի տեսակ դզվում ենք։ Աստված մեզ պետք է նեղ ժամանակներին։ Դուք տեսել եք, որ COVID-ի ժամանակ կամ մեր մոտ պատերազմական ժամանակաշրջաններում եկեղեցիները լիքն էին մարդկանցով։ Մարդիկ Աստծո կարիք ունեն, ես հավատում եմ, որ նեղությունը իրոք հնարավորություն է Աստծուն գտնելու, Աստծուն ճանաչելու, եւ գրեթե բոլոր արթնությունները տեղի են ունեցել նեղության, նեղ իրավիճակների մեջ։ Վերցրած Հայաստանի արթնությունը 90-ական թվականներին, որովհետև նեղությունը մի դաշտ է ձևավորում, մի մթնոլորտ, որտեղ մարդը կարողանում է կանչել Աստծուն ու կախվածությունը զգալ Աստծուց։ Մարդիկ կան, ովքեր առաջ են անցել։ Նրանց Հիսուսը պետք է ուղղակի սելֆի անելու համար, տեսել եք տես մարդիկ, որ հարաճանաշ մարդկանց կողքը կանգնում են, մի նկար փախցրել են ու վերջ։ Իրաց դա է պետք։ Այդ ամբողջ ժողովից, այդ Երիքովի ճանապարհով անցնում էր ու գիտեք, նա էլ ետ չէր վերադառնալու, նա գնում էր մեռնելու, խաչվելու։ Դա կույր Բարթողոմեոսի ու Զաքեոսի առաջի եւ վերջի հնարավորությունն էր։ Ու շատ մարդիկ չգիտեին, որ Տեր Հիսուսը Երուսաղեմում մահանալու է։ Նրան ձերբակալելու են։ Եվ ինքը էլ ետ չի գալու այդ ճանապարհով, մտածում էին, որ հաջորդ անգամ, հաջորդ ժողովին, հաջորդ ծառայությանը, հաջորդ հանդիպման ժամանակ կկազմակերպենք, բայց այդ հաջորդ օրը այդպես էլ չեկավ։ Մարդիկ կան, ովքեր իրենց կայրոսը, իրենց այդ ժամանակը բռնել գիտեն, հասկանալ գիտեն, ճանաչել գիտեն ու իրենց հնարավորությունը բաց չեն թողնում։ Եղիր մեկը, ով լսում է եւ լսում ու դրա մեջ տեսնում է ավելին, քան իրեն քարոզողները կամ ներկայացնողները կարող են ասել ու մեկնաբանել։ Եղիր մեկը, ում չեն կարող լռեցնել, ում չեն կարող ազդել իրենց քմահաճույքներով, քմծիծաղներով կամ առամարանքներով, բայց եթե քո աղաղակը ուղղված է Աստծուն, սխալ չընկալես խոսքերես, եթե դու աղաղակում ես Աստծուն, ես նկատի ունեմ այդ աղաղակը, ոչ թե ըմբոստության աղաղակը, օքեյ։ Վերջացնում եմ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Բարթողոմեոսը բժշկվեց, ինչպես որ աղաղակում էր Հիսուսին ողորմություն ստանալու համար, գրված է, նույն պահին, երբ նրա աչքերը բացվեց, նա գնաց Հիսուսի հետևից։ Նրան իր տեսողությունից ավել, իր հրաշքից ավել պետք էր Տեր Հիսուսը։ Նա չէր փնտրում հրաշքը, նրան պետք էր հրաշագործը։ Նա գիտեր, եթե իր կյանք մուտք գործի հրաշագործը, ինքը լիքը անակնկալ հրաշքներ կբերի իր կյանքի մեջ։ Դրա համար սիրելիս, մի սիրիր միայն Տիրոջ ձեռքի գործերը, սիրիր նրա երեսը, փափագիր նրա այդ կապի եւ հաղորդակցության մեջ լինել, որովհետեւ որտեղ որ նա գալիս է, անակնկալ հրաշքներ են կատարվում։ Ինչ է հոգեվոր կուրությունը, որ այսօր մեր շուրջը կարող է լինել։ Հոգեվոր կուրությունը
Դա կուրություն չի, որ մենք չենք կարողանում Աստվածաշունչ կարդալ կամ եկեղեցի գալ, չէ, սիրելիներ։ Հոգևոր կուրությունը տեսնելով չտեսնելն է։ Մարդու որդին, Աստծո որդին կանգնած է մարդկանց առաջ, բայց սովորական նազորվեցի են ճանաչում։ Բայց կան մարդիկ, որ այդ նույն ժամանակ Հիսուսին Դավթի որդի են ճանաչում։ Գիտեք, մենք սովորություն ունենք եկեղեցի գալու, տասանորդ ընծատալու, երկրպագելու, երգելու, բայց երբ սատանային հաջողվում է մեր սովորությունները սովորական դարձնել, այստեղ է կորում մեր առաջին սերը, մեր հետաքրքրվածությունն ու ամբողջական նվիրումն ու բաց լինելը Տիրոջ ներկայության համար։ Թույլ չտաս, որ հոգսերը, աշխատանքը, ուրիշ այլ թվացող կարևոր բաներ սովորական դարձնեն Տիրոջ ներկայությունը, եկեղեցին ծառայությունը եւ այն բոլոր բաները, որ միայն ու միայն պատկանում են նրան։ Թույլ չտաք։ Ամեն։ Եվ հոգևոր կուրության մասին խոսում է Պողոս առաքյալը, դուք գիտեք, որ ասում է աշխարհի Աստվածը կուրացրեց սատանան, որպեսի փառած լույսը, այսինքն ավետարանի քարոզչությունը, որ ականջներով, մենք գիտեք խոսքը լսում ենք, չենք տեսնում։ Հավատքը լսելուց է, քարոզված խոսքը, ինչ որ մեկի կյանքի վկայությունը, ինչ որ մեկի փորձառությունը, Աստծո խոսքի այդ փորձառությունը քո կյանքի մեջ հավատք ու սպասում է ծնում, եւ դու սկսում ես տեսնել։ Դու սկսում ես տեսնել ավելին, քան քեզ կարող են քարոզել ու նկարագրել։ Դու ասում ես, բայց հնարավոր է, շատերդ գուցե հիմա մտածում եք, բայց հնարավոր է լինել եկեղեցում, բայց հոգեորապես կույր լինել։ Դու կարող ես անգամ մարգարեի կողքին լինել, մարգարեի ծառան լինել, մարգարեի ձեռքով կատարված հրաշքներ տեսնել, բայց այնուհանդերձ հոգևորապես կույր լինել, ինչպես ունենք օրինակ 4-րդ թագավորաց 6-րդ գլխում։ Հիշում եք ծառան, երբ Սամարիայի պաշարման ժամանակ եկավ, մարգարեն հանգիստ կանգնած էր, ու երբ որ տեսավ խուճապի է մատնվել իր ծառան, ասեց. «Տեր, այն ինչ որ ես եմ տեսնում, խնդրում եմ բաց թող ինքն էլ տեսնի»։ Այն որ մենք չենք տեսնում, չի նշանակում, որ չկա։ Այն որ մենք չենք վերցնում Հիսուսից զորություն, օրհնություն, գիտեք, այսօր առավոտ խոսում ենք, Տեր Հիսուս Քրիստոս գնում էր Հայրոսի տուն, որպեսզի աղջկա համար ծառայություն մատուցեր, ու այնքան խիտ էր մարդկանց շարքերը, որ Հիսուսին սեղմվելով, հպվելով գնում էին, բայց այդ հպումից ոչ մեկի կյանքը չէր փոխվում, ոչ մեկ չէր բժշկվում։ Բայց նույն ճանապարհին, նույն վայրում մի կին իր մեջ ասեց. «Եթե կպնեմ, կբժշկվեմ»։ Տեր Հիսուս նույնն է երեք այսօր ու ավիցյան, մեր մոտեցումն ու սպասումը պիտի փոխվի։ Թույլ չտանք, որ նա դառնա սովորական, մեր ամենօրվա ընկերը, ինչքան էլ որ նա հասարակ է, մարդացավ, նա հիշեք մեր Տերն է, նա Տերն է մեր, հետո նոր մեր Փրկիչը, նա մեր Տերն է, հետո նոր մեր Փրկիչը։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ ժամանակը խնայելու համար, Պողոս առաքյալի աղոթքն էր եկեղեցու համար, Եփեսոսի եկեղեցու համար առաքյալն աղոթում էր, ոչ թե խնդրում էր հաշմանդամների, հրաշքների, չգիտեմ, տենց գերբնական ինչ-որ բաներն, ասում էր. «Տեսեք, ես աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր աչքերը, որ դուք տեսնեք, եթե դուք տեսնեք, դուք ինքներդ կվերցնեք»։ Գիտեք, մենք երբեմն սիրում ենք, որ մեզ միշտ մատակարարեն։ Մենք մնանք կույր հոգևորապես, հովիվ ջուր տուր, ջուրը որտեղ էր, հովիվը ջուր է տալիս, հովիվ այս խոսքը որտեղ էր, այն խոսքը որտեղ էր, սեղանը դրված է, բայց մենք չենք տեսնում։ Ինչ որ մեկը մեզ հուշում է, ինչ որ մեկը մեզ օգնում է։ Տեր Հիսուսն ասում է. «Բաց անեմ աչքերդ, դու տես եւ ինքդ էլ օգտվի»։ Դա ավելի կարևոր է։ Ու մենք նեղում ենք, ասում ենք, «Էլ առաջվա նման, ովքեր են ասել, նոր ժամանակներն են շատ էր Տիրոջ հրաշքները։ Դες գերբնական բաներ ես զգում, ինչքան հնացա, այդքան քչացավ»։ Երբ մենք նոր ենք, երեխայի նման ենք, քայլել ենք սովորում։ Մեզ օգնում է, որ քայլենք, ընկնում ենք, պահում է, բայց երբ աճում ենք, նա սովորեցնում է մեզ քայլել ինքնուրույն քայլել, որովհետև նա մատակարարում է մեզ կյանքի բոլոր անհրաժեշտ պարագաներն ու միջոցները, որ մենք ինքնուրույն ապրենք։ Ինչևիցե ամփոփեմ թեման եւ կանգնենք երկրպագության, շարունակենք պաշտամունքը մեր Տիրոջը երկրպագելու։ Բարթողոմեոսի հոգու աչքերը բժշկվեց, հետո ֆիզիկական աչքերը բացվեց։ Եթե ուզում ես կյանքդ փոխվի, Տեր Հիսուսն ասում էր. «Ներսը մաքուր արեք, դուրսը մաքուր կլինի»։ Մենք ուզում ենք արտաքին ազդեցությունները զգանք, արտաքինից ինչ-որ բաներ, գիտեք, այդ զգացական ոլորտը խաբուսիկ է եւ ժամանակավոր։ Աշակերտները Տեր Հիսուսի կողքին լինելով տեսնում էին հրաշքները,
Բայց ասում էին, գիտեք, մեկի լայվն էինք նայում, օրինակ ասում էր դու Հովանես Մկրտիչներ։ Մկրտիչ։ Այն օրը մի հատ հետաքրքիր բրոշուր կարդացի, ասում էր դու ոնց որ Երեմիան ես։ Հզոր կոնֆերանսեր գնացինք, խոսնակն ասում էր դու մարգարեներից մեկն ես։ Տեր Հիսուս լսում էր։ Հանկարծ Պետրոսը իր ներսում, դրսից չէ, ներսից ստացավ հայտնություն, դու ես Քրիստոսը։ Եվ Երանի չտվեց նրանց, ովքեր շատ բան գիտեին իր մասին, շատ բան էին լսել։ Երջակալ ասում ես, այնքան բան գիտեմ, հետաքրքիր ան, չի ովիվ ինձի ծառայություն չի տալի, մի հատ ծառայություն տա, փոփոլամի շլնեմ, մի հատ ներկայանամ։ Այս մեկին ատվե երկու բառ ազիվ ակապում, երկու բառ ազիվ ակապում Իրաննա, Աստծուց առած։ Բայց ինֆորմացիայի այդ բազմաբովանդակ շատությունը ստեղից ընդեղից վերցրած բաները, որ Աստված ճանաչողության հետ կապ չունի։ Մարդիկ Հիսուսի հետ լինելով կարող են Հիսուսից այնքան հեռու լինել, ինչպես Հիսուսի աշակերտներից շատերը, ինչպես նրան շրջապատող մարդիկ, Երիքովի ճանապարհում նրանից առաջ անցածները, նրանք մեկնաբանում են, նրանք գիտեն ամեն ինչի մասին, դու աղաղակում ես Հիսուսին, իրանք քեզ լռեցնում են, իրանք քո տեղը որոշում են, չի լինի, չես ստանա, բայց երբ դու գիտես, ում ես աղաղակում, քեզ լսող կա։ Կինը իր մտքում ասեց, դեռատես կինն ասեց, եթե միայն կպնեմ, իր ներսումած։ Երբ կպավ Տեր Հիսուսին, հետաքրքիր բազում հպումներ կար, բայց երբ կինը կպավ Հիսուսը կանգ առավ, ասեց ով էր իմ հանդերձին կպնողը, կարծես կոդավորված խոսք լիներ։ Դու քո ծածուկի մեջ կին մտածում էիր, որ հանդերձին կպնեմ, ես բացահայտ ասում եմ, հանդերձի համար աղոտ կանողն ով էր, թող մոտենա, ով էր սպասում, որ ինձ կպնի կբժշկվի, ու կինը վախում էր, բայց չէր էլ հասկանում, որ իր հրաշքի պահն է, իր աղոթքի բացահայտ փառավոր հայտնությունն է, որ ինքը ծածուկի մեջ խնդրեց, Տերը հայտնապես տվեց։ Հպում ես ուզում, կարիք ունես, մի նայիր ոչ մեկին, քո աղաղակը բարձրացրու առ Աստված, սրտիդ մեջ կանչիր նրան, ուխտեր ես անում, պայմաններ ես առաջ քաշում, պայմաններ ես ուզում, պետք չի որ մեկը լսի քո կարիքի մասին, քո սրտի մեջ, քո ներսում ասա միայն թե կպնեմ, միայն թե հպվեմ նրան, աղաղակ ունես, աղաղակում ես նրան, ինչ որ մեկի դեմքի արտահայտությունը փորձում է ճնշել քեզ, ինչ որ մեկ այդ օր տրամադրություն չի ուզում է լռեցնել քեզ, դու հա եսա կներես, ես քեզ չեմ աղաղակում, ես իմ փրկչին եմ աղաղակում։ Եթե իմանամ դու ինձ կարող ես օգնել, քո կարծիքներով կշարժվեմ, բայց ես կանչում եմ նրան, որն ունի զորություն ինձ օգնելու։ Դրա համար ստիպված ես հանդուրժել եւ դիմանալ մի քանի րոպե, որովհետեւ երբ նա ինձ լսեց, դու կուրախանաս։ Երբ նա ինձ լսեց, դու ինձ հետ մաս ու բաժին կկազմես այդ ուրախության եւ հրաշքի։ Եվ առաքյալն աղոթք էր անում նաեւ ինչի՞ չէ մեզ ավերաբերվում է աղոթքը, որ եկեղեցում լինելով սովորական չդարձնենք սուրբ բաները, սովորական չդարձնենք այն ամեն ինչը որ մեր սովորությունն է, բայց սուրբ է, հասարակ է, բայց սուրբ է, ամեն օր է, բայց սուրբ է եւ արժեքավոր։ Պողոս առաքյալը գրում եւ ասում է Եփեսացիների 1:18-ում. այո, աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր մտքի աչքերը, որպեսզի իմանաք ավետանի փառած լույսը, երբ մեր ականջով ցանվում է մեր սրտի մեջ, մենք իմանում ենք, մենք հասկանում ենք, մենք ճանաչում ենք, թե ինչ է այն հույսը, որին նա հրավիրեց մեզ, թե ինչքան ճոխ ու փառավոր է այն խոստումը, որ ժառանգելու են նրա ընտրյալները, եւ թե ինչքան գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է հավատացյալներիս մեջ։ Մենք ճանաչելու կարիք ունենք, մենք հայտնության կարիք ունենք, սիրելիներ, շատ լսելուց չի, մի փոքրիկ խոսք ստանաս նրանից բավական է։ Պարտադիր չի Հիսուսի կողքին առաքյալներից մեկը լինես, եթե փոքրիկ հավատք ունես, դա կգրավի նրա ուշադրությունը։ Հազարների մեջ նա կտեսնի քեզ, 100,000-ների մեջ նա կլսի քեզ, որովհետև նա սրտեր քննող Աստված է։ Նա լսում է նաև մեր լռությունը, մեր ծածուկը, նա գիտի մեզ պետք եղածը մինչև մեր խնդրելը։ Ուղղակի կարողանանք վստահել ու չհիասթափվել համբերության այն ճանապարհի մեջ,
երբ մտածում ենք, չի լսում, ուշանում է, ասեմ մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք չի ուշանում, մենք ենք շտապում, եկեք համբերենք, համբերությունը հոգևորների համար է, աշխարհներ է կարող սպասի, բայց համբերությունը հավատացյալի ճիշտ դիրքն է սպասելու մեջ, եկեք սպասենք, և երբ որ պահը գալիս է աղաղակելու, աղաղակենք, երբ պահը գալիս է նրանից վերցնելու վերցնենք և ամենակարևորը հետևենք իրան, գնանք նրա հետևից։ Սիրելիներ, շատ հեշտ է, Մատթեոս ավետարան 11-րդ գլխում կարծեմ գրված է, Տեր Հիսուսն ասաց, եկեք ինձ հոգնած բեռնավորվածներ, մենք սիրում ենք մեր նեղությունների, դժվարությունների մեջ, արի գնանք, արի դու էլ արի, Տեր Հիսուսն ասում է արի, Տեր Հիսուսն ավելին է ասում, գալը հեշտ է, վերցնելը հեշտ է, բայց ավարտուն խոսքը սա է, մնացեք, սովորեք ինձանից, սովորելը պրոցես է, ժամանակ, սովորեք ինձանից, որ ես սրտով խոնար եմ, ոչ թե միայն արտաքնապես, ես սրտով խոնար եմ և հես, թող Տերը սովորեցնի մեզ, խոնարհության այդ ճանապարհը, թող Տերը սովորեցնի մեզ, որ մենք մեր լսածից հայտնություն ստանանք և տեսնենք ավելին, քան մեզ տալիս են, տեսնենք ավելին, քան երևում է, Բարթողիմեոսի նման աղաղակենք Դավթի որդի, Բարթողիմեոսի նման լսենք Նազորվեցու մասին, բայց աղաղակենք Դավթի որդի։ Գիտեք, սա մեծ երանություն է, Աստծուց մեծ շնորհք և ողորմություն է մեզ, որ մենք կարող ենք խաղաղ պայմաններում նստել ու ընտրել, լսեմ, թե չլսեմ, մնամ, թե գնամ, ժամանակ ունեմ, թե չունեմ, բայց Աստված չանի, որ այս խաղաղ ժամանակներից հանկարծ ինչ-որ մի բան, հանգամանք, իրավիճակ մեզ զրկի ու ցավը մեզ ստիպի, որ նստենք, ցավը մեզ ստիպի, որ աղաղակենք։ Ես մի երկրում ծառայում էի, հանդիպեցի մի հայ ընտանիքի, ասեցի ոնց եք ապաշխարել եւ այլը, շատ մեծ գումարներ ետ էին։ Ասեց արտավազդ եղբայր, սիրելով չեկանք, ծեծելով բերեց։ Նա քեզ այնքան է սիրում, որ քեզ չկորցնելու համար դա էլ կանի։ Բայց լավ կլինի, որ այս ողորմության ու շնորհքի ժամանակների մեջ մեր կամքով գանք ու ասենք, եկել եմ, ես ուզում եմ տեսնել, ես ուզում եմ քո հպումը, դու ինձ համար սովորական մեկը չես, դու ինձ համար սովորական նազորվեցի չես, դու իմ համար ավելին ես, դու ինձ համար կարևոր ես, ես կթողեմ իմ մուրացկանությունը, կթողեմ իմ ցավը, կթողեմ իմ անցյալը ու կգամ քո հետևից, ես չեմ ուզում քեզանից վերցնել ու մնալ նույն տեղում, ես ուզում եմ քեզանից հպում ստանալ և հետևել քեզ, հալելույա, երկնային Աստված մենք պաշտում ենք քեզ, դու ամենագետ, ամենատես Աստված, որ տեսնում ես մեզ, քո աչքերը, որ զննում են երկիրը, դու տեղյակ ես մեզանից մեր Տեր, մենք այսօր մեր սրտի աղաղակը բարձրացնում ենք քեզ և ասում ենք ողորմությանդ կարիք ունենք, ողորմիր մեզ, մենք չենք ուզում կրոնական կապանքները, սիստեմները, համակարգները լռեցնեն մեր հոգու իրական երկրպագությունը Տեր, ես քո կարիքն ունեմ իմ խաղաղ ժամանակների մեջ, ես քո կարիքն ունեմ իմ նեղությունների մեջ, որովհետև դու իմ բոլոր ժամանակների կարիքն ես, դու իմ ամեն օրվա հացն ես, ես կախված եմ քեզանից, ես խոստովանում եմ իմ տկարությունը, որպեսզի քո զորությունը հայտնվի իմ տկարությունների մեջ, ու դու փառավորվես Տեր, այցելիր մեզ քո Սուրբ Հոգով, բացիր մեր հոգու աչքերը, բացիր այստեղ գտնվող ամեն քրոջ և ամոնախմոր հոգևոր աչքեր, որպեսզի տեսնեն ու ճանաչեն քեզ, որպեսզի ասեն քեզ և լսեն քեզանից, տան և վերցնեն Տեր, և ամենակարևորը վերցնելուց հետո դառնանք ու մնանք քեզ որպես հետևորդ և բարձր ձայնով, եթե այն ժամանակ աղաղակում էինք, ողորմիր մեզ, ողորմություն գտնելուց հետո աղաղակենք, փառք քեզ քո ողորմության համար, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, բոլոր ժամանակների մեջ, ամեն, փրկության
բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Միասին երգենք Փրկության բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Ասա քո աչքերը տեսել են ինձ Քո աչքերը ինձ տեսան Քո հայացքը ինձ գտա Քո սուրբ ձեռքդ վեր հանեց ընկածի Արցունքներս մաքրեցի Վերքերիս դարմանդրի Արյունովդ ինձ հավեն սրբեցի Քո աչքերը ինձ տեսան Քո հայացքը ինձ գտա Քո սուրբ ձեռքդ վեր հանեց ընկածի Արցունքներս մաքրեցի Վերքերիս դարմանդրի Արյունովդ ինձ հավեր սրբեցի Փրկության բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Փրկության բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Ասա հանդերձներս փոխեցի Պատմության ինձ հագցրի Իմ գլուխը նոր յուղով ոցեցի Նոր ամբամբ ինձ կանչեցի Ժառանգորդդ կոչեցի Սուրբ հոգովդ ինձ նորմալ դարձրեցի Հանդերձներս փոխեցի Պատմության ինձ հագցրի Իմ գլուխը նոր յուղով ոցեցի Նոր ամբամբ ինձ կանչեցի Ժառանգորդդ կոչեցի Սուրբ հոգովդ ինձ նորմալ դարձրեցի Փրկության բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Արժան ես սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Կարող ենք միասին երգել Փրկության բաժակս կվերցնեմ Օրտնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերիքեն Ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Իմ Հիսուս ինձ թույլ տուր որ փարվեմ քեզ Արցունքներն իմ քեզ են որոնում Ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում
այս անլույս կյանքում, այս անլույս կյանքում հոգիս անգիշեր ես այստեղ բանդուղտ եմ և օտար աշխարհի երգերն ինձ հարազատ չէ մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար բայց առանց Աստծո այս կյանքն այն է և արևն անգամ մի կեղծվադրա աշխարհում խավար ու տառապանք է երկնքում է գանձն ամենադառ բայց առանց Աստծո այս կյանքն այն է և արևն անգամ մի կեղծվադրա աշխարհում խավար ու տառապանք է երկնքում է գանձն ամենադառ խոսիր և ասա ով Աստված գիտես հոգիս սարավ է կենդանի ջրիքո աղբյուրի ես գիտեմ ոսերը քո անվավ է ինձ համար քեզ մոտ կա ավելի դու գիտես որ սիրտս քեզ սպասում է քո երկյուղն է միշտ իմ խորքերում դու գալիս ու սիրտս լիացնում է աննման քո փառքն է ինձ երում դու գիտես որ սիրտս քեզ սպասում է քո երկյուղն է միշտ իմ խորքերում դու գալիս ու սիրտս լիացնում է աննման քո փառքն է ինձ երում արևի պես դու գալիս հարգում է շողերով քո կյանք ես պարգևում խնդությամբ նորից դու ինձ լցնում է ճանաչել տալիս քո սերնանում իմ Հիսուս ինձ թույլ տուր որ փարվեմ քեզ արցունքներն իմ քեզ են որոնում ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում ես մի խոսքից անգամ ինձ հասկանում ես գիտեմ որ դու ընդմիշտ ինձ հետ ես դու ես Տեր օգնում ինձ այս կյանքում քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում է ինձ պահում կանգուն ու հաստատում ինձ պահում կանգուն ու հաստատում միասին մեզ պահում կանգուն ու հաստատում ամեն օրհնյալ լինի նրա զորությունը մեր տկարությունների մեջ Եկեք ավելի բարձր ծափահարենք նրան, ավելի զորավոր ծափեր նրան։ Հալելույա։ Օրհնել Աստծուն սա է սիրելիս։ Օրհնել Աստծուն սա է, երբ որ քո ներս աշխարհը բացում ես նրան, եւ ինչ որ բխում է այնտեղից անկեղծ է։ Ամեն։
Շնորհակալ ենք Տիրոջ այս հրաշալի ծառայության համար, շնորհակալ եմ սիրելի Արտուշ եղբայրս, կարող ենք Տիրոջը փառք տալ Արտուշ եղբոր համար, շնորհակալ ենք եղբայրս, Տերը քեզ օրհնի, Արտավազդ եղբայր ջան, շնորհակալություն։ Իսկապես թե երգերը եւ թե պատգամը հիանալի էր, ամեն, ձեր ժպիտի ձերևում է ինչքան լավն էր։ Ես ուզում եմ քեզ մի կոչ անել սիրելիս, եթե այսօր Տերը քո սրտի հետ խոսեց, մի հետաձգիր վաղվան։ Դուք գիտեք, սատանան մի հատ վաղն է սարքել, որ երբեք այսօր չի դառնում։ Այդ վաղը երբեք չի դառնում այսօր, ինչքան մոտենաս այնքան հեռանում է։ Այսօր է քո օրը, այսօր է քո որոշումը կայացնելու օրը։ Եթե դեռևս քո սրտի մեջ ամենակարևոր որոշումը չես արել Տիրոջը ընդունելու, ինչ երաշխիք ունես, թե ստեղից հետո ինչ ալնելու քեզ հետ։ Այսօր հանձնիր սիրտդ իրան, այսօր տուր քեզ Հիսուսին, այսօր ընծայիր, այսօր ասա, որ Տեր, ես իմ սիրտը քեզ եմ տալիս, ես իմ կյանքը ընծայում եմ քեզ, ես վստահում եմ քեզ, հավատում եմ քեզ, մտիր իմ կյանքը, փոխիր ինձ, և ես քո կարիքը ունեմ։ 31-2 տարի առաջ էր, որ ես այս որոշումը արեցի և երբեք չեմ փոշմանել, չի եղել մի ակնթարթ, մի վարկյան, որ Հիսուսը ամոթով թողի ինձ։ Նա գիտի մեր ամբողջ կյանքը, նա գիտի մեր ապրուստը, նա գիտի ամեն առավոտն ու ծագող արեգակը, որտև նա է պարգևել, և նա գիտի ամեն մայրամուտ, ամեն գիշերը, երբ որ ես և դու քնած ենք, բայց նա հսկում է ինձ ու քեզ, որպեսզի այսօր այս խոսքերը դու լսես, հաշտվիր Աստծո հետ։ 30 տարի առաջ, 29 տարի առաջ, կյանքիս մեջ առաջին պատգամը, որ տվել եմ, եղել ասա։ Աստված մեր միջոցով կոչ անում ձեզ, հաշտվեք Աստծո հետ։ Խռով մի մնացեք։ Սա այն ժամանակն է, որտեղ դու կարող ես ասել, Տեր, ոչ մի բան ծածուկ չէ քեզնից, ամեն բան հայտնի է քեզ, և ես ինձ տալիս եմ քեզ, վստահում եմ քո ձեռքերին, և գիտեմ դու կանես լավագույնը, միշտ անում ես հիանալին, ամեն, թող Տերը օրհնի մեզ։ Սիրելիներս, հրաշալի ծառայություն ունեցանք, վստահ եմ, բոլորս կերակրվեցինք Աստծո հրաշալի խոսքից և անուշ ներկայությամբ լցված պիտի վերադառնանք մեր կյանքին, մեր բնականոն ընթացքին, բայց գերբնական ձևով, ամեն, նորովի, նորոգված, լցված, օրհնված, և ևս մեկ անգամ եկեք Տիրոջը հրաշալի ծափահարություններ տան, որտև այս ամենի հեղինակը նա է, այս տաղանդների, պարգևների, խոսքի, այս մատուցման, այս բոլոր հպումների հեղինակը միայն և միայն նա է, ում անունն է Տերերի Տեր և թագավորների թագավոր Հիսուս Քրիստոս, և թող օրհնյալ լինի նրա սքանչելի անունը, ամեն։ Սիրելի եղբայրներս, ուզում ենք մեր սերը, օրհնությունները փոխանցեք եկեղեցուն, թող Գողգոթա հայոց եկեղեցուց մեր ջերմ սերը ձեր միջոցով գնա, ձեր տները, ձեր ընտանիքները եկեղեցուն, օրհնյալ լինի Աստված, սիրելիներս, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հրաշալի հաղորդությունը մնա բոլորիս հետ, ամեն և էլի ամեն, Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Wandering through the night, wanting a place to hide this weary soul, this bag of bones. And I try with all my might, but I just can't win the fight. I'm slowly drifting, a vagabond. Just when I'm ready